Որոշում կայացրեցինք, չէ, մինչև որոշում կայացնել, ես ասեմ, որ բավականին լուրջ եւ մեծ քննարկում եղավ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովի այդ պատմամշակութային։ Մեր առաջարկը եղել էր, որ մենք մեջքի սալերը նորից անենք այն եղանակով, որով արվել է շպիլը։ Հանձնաժողովը կտրուկ ասեց ոչ։ Ինչու։ Ասեց, որ քանի որ սա կառուցված է տրադիցիոն մեթոդով, որպես հուշարձան, մենք պետք է իրան վերականգնենք նույն տրադիցիոն մեթոդով կիրառելով ժամանակակից նյութեր։ Սա էր հիմնական խնդիրը։ Բավականին երկար վիճելուց հետո մենք համաձայնվեցինք եւ նախագիծը, նայեք 20 թվականին մեզ պատվիրել են նախագիծ, մենք արել ենք նախագիծը 21 թվականին։ 23-ին քննարկում ենք 24-ին եւ որոշում ենք կայացնում, որ նախագիծը պետքա փոխել եւ անել տրադիցիոն եղանակներով։ Այդ դրա համար արդեն պետք է մեզ տեսնել վիճակը այդ ամեն ինչի։ Դրա համար մենք որոշեցինք, որ ընտրել մի մույթ ընտրել եւ այդ մույթի վրա մեջ կքանդել, տեսնել ինչ վիճակ է, ուսումնասիրել ուլտրազվուկով սաղ սիստեման, տեսնել ինչ վիճակ է, կրող կոնստրուկցիաները, արմատուրան, ամրանները, բետոնի վիճակը եւ այլն ուլտրաձայնային մեթոդով տեսանք, որ կան դատարկություններ, քանդեցինք, տեսանք, որ որոշ արմատուրաներ ներքևի զոնայում, ամենայն դեպս այս 3 մույթերում լավ վիճակում են, վերևում կան որոշակի ժանգոտած, բայց նրանք քիչ նշանակություն ունեն գրողունակության համար։